Ընտրական օրենսգիրքը նորից ընտրություններ ենք հիմա նշանակել։ Ով իշխանության կարող է այս երկրում։ Եթե ժողովուրդը չի համակերպվում, ոչ միայն նոր ընտրություններ։ Ինչ ասեք կարելի է փոխել նոր ընտրություն նշանակի։ Ընտրությունները եղել ավարտվել են, կա առաջին տեղ դրական օրենքը ո՞րն է, երկրում օրենքը, իշխանությունը, ով եւ կա կենտրոնական երկրորդ կետը սահմանադրության, ով է երկրում իշխանությունը։ Ես եւ դու։ Որ ժողովուրդը։ Բայց ես ու դու ժողովուրդը։ Որպես այդպեսին, եթե ժողովուրդը կանգնած է, եթե ժողովուրդը չի համակերպվում, ուրեմն ոչ միայն նոր ընտրություններ, այլև նոր ամեն ինչ, որովհետեւ մենք այդ շռայլությունը ժողովրդի մեծ հատվածներ կանգնած չի, չէ՞ նայր իր ձայների տեղ։ Ուր է ժողովրդի մեծ հատվածը։ Չմիջապես այդ որ ասում են տերը, ամեն մեկը հրապարակում հանրահավաք ան։ Պետք է լինի ակտիվություն երկու կողմից, եթե դրանք փոխադարձ ազդեցող մեկը մյուսի վրա ազդող ուժեր է եղել, մեկը տվել է 32 Այսինքն հանրակարգման մակարդակը դա է առաջարկում։ Ես ասում եմ, որ այդ ակտիվության աստիճանը որևէ տեղ, որևէ կերպ ժողովրդական զանգվածի, որը քվեարկել է, չի դրսևորվում։ Ոնց չի դրսևորվում։ Այսինքն ովքեր դժգոհ են հրապարակներում են, ովքեր տեսնում են, որ այս դժգոհությունը կարող է անցնել հնարավոր բոլոր սահմանները, տանն են։ Տենց էլ լում է։ Չէ, ինչի՞։ Չեմա տեսնենք, վերցնենք Ավստրալիայից սկսած, վերջացած մինչև Ամերիկա, եթե ժողովուրդը երկու տեխնացուները իրենց ընտրազանգվածներին հանեն իրար դեմ կներեք։ Իրար դեմ չէ։ Համաձայն չեմ ես իրենք անգամ ասում։ Չէ, հիմա բերեք ճշգրտենք, ես չեմ ասում, ես ասում եմ ակտիվությունը երկու կողմում չի երևում, երևում է մի կողմի ակտիվությունը։ Հաղթել է եւ հանգիստ է, ինչ ակտիվություն է հաղթել, էլի, եթե մյուսը դուրս է։ Այդպես չի, զանգվածը չի կարող համոզվածել, որ չի հաղթել։ Այդպես բան չի լինում։ Հիմա Ամերիկան երկու պրեզիդենտի ընտրություններ են։ Երկու կողմում երևում է ակտիվությունը ընտրություններից անգամ հետո։ Այդ ժողովրդի այն զանգվածը, որը ձայն է տվել մեկի, ժողովրդի զանգվածը հաղթել է, մյուս